Գիտես վերջերս ինչ եմ լսում։ Անջան, թեթև տար մեր երեխեք Արցախը հետ կբերեն, ասում տո թքեմ ես մեր երեսին, որ ես պիտի նստեմ սպասեմ ամբողջ կյանքս, որ երեխես մեծանա ու վաղը մենակ ինքը Արցախը հետ բերի, բա ես ինչ եմ արել։ Ես ինչ եմ արել, ստացել եմ հաղթանակած Արցախ, ու իմ երեխուն տվել եմ պարտվածը, հանձնվածը։ Պաստորեն սենց ստացվեց, Սամվել Կարապետյանը, հիշեցին գիտեմ։ Սամվել Կարապետյանը այնտեղ բարեգործություն է արել, տվել է, կառուցել է, փող է ծախսել հիվանդանոց, նվիրել է հիվանդանոցը Արցախին, դուք նվիրել եք այդ հիվանդանոցը Ադրբեջանին։ Պաստորեն դուք մեզ բոլորիս, ինչ մեզ նվիրում են, ինչ մեզ լեզու են նվիրել, տառեր են նվիրել, եկեղեցի, քրիստոնեություն, առաջի 1700 տարվա պատմություն, դուք այդ ամեն ինչ ուզում եք նվիրեք։ Ու պրիտոմ հետո էլ այդ նվիրողներին են նվիրում Ադրբեջանը։ Հա ինչքան կալի է Ռուբեն Վարդանյանին։ Հա մեզ էլ նվիրեք բրծնենք, այդ եմ ասում։ Դե գնում է դրան Անայս ջան, ու քեզ ասեմ, այս մեր խոսակցությունը իրականում ես sense մի քիչ փորձում կողքից նայեմ անընդհատ, sense այդ բանը ծանրությունը շատ մեծ է։ Անկեղծ եմ ասում։ Ու երեխեք ծիծաղալու չի արդեն ոչ մի բան։ Դու պատմում ես քո երեխեքի մասին։ Ես իմ աշկի առաջ իմ երեխեքի մեծանալն է, էլի այդ տարիքի փոքր են 4-6 իմ համար sense մի հատ ծանր բան է, էլի, sense ես որ պատկերացնում եմ ապագայում ոնց կարա լինի ապագան, եթե sense գնա, հա։ Ես չգիտեմ, ես որպես մարդ ինչ եմ անելու վաղը մյուս օրը, որովհետև դա ամոթ է։ Մեզ մեծացրել են առաջին Արցախյան պատերազմի հերոսական դրվագների ներքո։ Մեզ ասել են, որ հայերը կարացել են այո իրանց վրա հարձակված թուրքերին շանցեց տալ ու հանել հարձակման տարածքից, այդ տարածքը սարքել անկախ ազատ Արցախ։ Մենք տենց ենք մեծացել։ Ես իմ երեխեքին ինչ եմ պատմելու, այսինքն success story որպես այդպեսին, այս երկրում է սրանք չեն թողել։ Ու հիմա ես նորից ասում, ինչ պիտի մենք failure-ներ ենք պատմելու, մենք ձախողումներ ենք պատմելու ենք ոնց է այս ազգը կործանվում։ Մենք գիտես ինչ ենք պատմելու, որ 120,000 արցախցին որ եկավ, մենք իրանց ատելությամբ ընդունեցինք։ Ատելությամբ քարոզով այն տեսակի, որ այդ մենակ ես գիտեմ, ինչ տիպի են ատելության քարոզ արել։ Դե պետք է էլի նայ։ Իսկ ադրբեջանցիներին ներողություն, որոնց ուզում են բերեն 300,000։ Առաջի, չգիտեմ, այդ լինիայի մարդիկ կանգնում են, ասում են պտի գամ, պտի ապրեն ու պտի տենց լինի։ То есть իրանց գրկաբաց պիտի ընդունենք, իսկ մեր 120,000 մեր արյունը, մեր հայրենակիցներին, մենք լավ լուրջ այդ ժողովուրդն ենք,